FreeSoft ստերիլ աղաջրային լուծույթ նախատեսված է ամբողջ ընտանիքի համար սկսած նորածնային տարիքից։ FreeSoft կաթիլները լայնորեն կիրառվում են քթի եւ աչքերի ամենօրյա հիգիենիկ լվացումների համար։ Elroom-ի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Novothein Ultra աչքի խոնավեցնող եւ հանգստացնող կաթիլներ, չի պարունակում վնասակար կոնսերվանտներ, առկա է բոլոր դեղատներում։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elroom-ում եք։ Դուք գիտեք, որ մարտի 8-ից ապրիլի 7-ը կանանց միամսյակի շրջանակում ամեն ինչ աշխարհում մի փոքր այլ է, համենայն դեպս մեր մտքում։ Ասում են, երբ կանայք որոշում են, որ աշխարհը նվաճելու համար իրենց պետք է մեկ քայլ, արագ որոշում են, որ մեկ քայլը պետք է անել կանանց մեկամսյակի շրջանում։ Միևնույն ժամանակ հենց այս շրջանում է, որ ի վերջո մենք հասկանում ենք, որ ամեն ինչ ծրագրելու, ինչ որ նոր բան մտածելու, մեծ գաղափարներ ունենալու համար մեզ անհրաժեշտ է քայլերի հաջորդականություն։ Եվ սա է պատճառը, որ ամեն ինչից առաջ, բարձր բառերից, մոտիվացիոն ինչ որ խոսքից առաջ, նախ եւ առաջ պետք է գտնել այնպիսի պրոֆեսիոնալների, ովքեր իրենց տեսակով, իրենց մասնագիտությամբ ու իրենց օրինակով կարող են ասել, որ իսկապես աշխարհում անհնարին ոչինչ չկա։ Իսկ եթե մենք հնարավորություն ենք ունենում այսպիսի հետաքրքիր ու տարբերվող կանանց հանդիպել օվկիանոսից այն կողմ, կարծում եմ, որ այստեղ մի քանի առումով իսկապես ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր է լինում։ Ինչու՞, որովհետև կանայք իրենց օրինակով առաջին հերթին եւ ամենամեծ գաղափարներն իրենց վրա փորձարկելով կարողանում են ասել. անհնարին ոչինչ չկա, նույնիսկ օվկիանոսից այն կողմ։ Այսօր մենք շատ հետաքրքիր հանդիպում ունենք, ինձ համար շատ հաճելի ու հետաքրքիր է զրուցել կնոջ հետ, ով կարողանում է ամենաբարդ ոլորտում ամենամեծ ու դրական ուժը պահելով իսկապես օգնել մարդկանց։ Գիտեք, օգնել մարդկանց արտահայտությունը շատ տարբեր իրավիճակներում մենք կիրառում ու մեր կյանքի տարբեր փուլերում։ Սակայն լինում են պահեր, որ այս մասնագիտական, պրոֆեսիոնալ ու նաև մարդկային օգնությունից իրականում կախված է քո կյանքի որակը, քո հարաբերությունները հարազատների հետ, միևնույն ժամանակ աշխարհում իսկապես երազանքներ ունենալը։ Ասում են, երբ մենք չենք կարողանում ինչ-որ բան ծրագրել, երազանքներ ունենալ, այստեղ աշխարհի գույները արդեն չես կարողանում տեսնել։ Այսօր մենք զրուցելու ենք հետաքրքիր մի կնոջ հետ, ում շնորհիվ աշխարհի գույները իսկապես շատերի համար տեսանելի են դառնում։ Այս պահին Elroom-ում սիրելի հետևորդներ, ուզում եմ նաև ձեր անունից ողջունել AA Safe Future ընկերության հիմնադիր տնօրեն, ֆինանսական խորհրդատու Աննա Այվազյանին։ Աննա, շատ ուրախ եմ ու շատ շնորհակալ եմ, որ առիթ ունենք հանդիպելու։ Ինձ շատ հաճելի էր ոչ միայն լսել ձեր մասին, այլև տեսնել ձեզ։ Ողջույն Լիլի ջան, նմանապես շատ ուրախ եմ հյուրընկալվելու ձեր հաղորդմանը։ Աննա, ասում եմ, որ կանայք այս մեկամսյակի շրջանակում հենց որոշում են աշխարհը փոխել։ Ընդհանրապես կանայքս ամբողջ տարին ենք դա մտածում փոխել, բայց այս ամսին ավելի շատ։ Ձեր թույլտվությամբ ուզում եմ ամենասկզբից սկսել։ Այստեղ դպրոցն ավարտելուց հետո մեկնել եք Միացյալ Նահանգներ 2013-ից փաստորեն այնտեղ եք եւ չեք մտածել կամ չեք երազել այս մասնագիտությունը հատուկ ընտրել, բայց հետո հասկացել եք, որ շատ ձերն է։ Այո, կյանքի բերումով ստացվեց այնպես, որ տեղափոխվեցի Ամերիկա եւ այնուհետեւ ընտրեցի այս մասնագիտությունը, որ պահին եւ այդ ժամանակին ավելի հարմար էր սա անելը, սրա մեջ ինտեգրվելը ու կարծում եմ ստացված է։ Շատ այսպես մեղ նուրբ եք ասում, կարծում եմ ստացված է, իհարկե ստացված է, որովհետև ձեր շնորհիվ շատ մարդիկ կարողանում են իրենց համար իսկապես շատ կարևոր խնդիրներ լուծել։ Փաստորեն ամենասկզբից սկսել եք աշխատել, իսկ հետո արդեն այս մասնագիտությամբ հետևողական լիցենզիաներ, ֆինանսական խորհրդատու, այսպես շատ լայն կոչվում է, բայց զբաղվում եք ապահովագրական գործունեությամբ, փաստորեն մեքենայի, կյանքի, առողջապահության, ինչից եք սկսել։ Սկսել եմ երևի շատ ավելի կասեի կյանքի ապահովագրությունից, մի կազմակերպություն կա այստեղ, Primerica է կոչվում, իրանց հետ եմ սկսել 2014 թվականից, այնուհետև ընդլայնվեց նաև մեքենայի ապահովագրությունը, այնուհետև առողջապահական ապահովագրությունը ու այդպես շարունակական եղավ բոլոր, ասենց ասած, լիցենզիաների ձեռքբերումը։
Սկզբում դժվարություններ բնականաբար եղել են, այնպես չի, որ հեշտ է տրվել այդ ամեն ինչ, բայց տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ այսօր արդեն ամեն ինչ, որ ասում եմ, իմ աշխատանքի դիմաց վարձահայտույց եմ եղել։ Դժվարությունների մասին չեք սիրում խոսել, դուք ձեր տեսակով դժվարությունները ընդունող ու հաղթահարող եք, հա, կարելի է այդպես ասել, Աննա։ Կարելի է, Լիլիթ ջան, այո։ Չեմ սիրում բարձրաձայնել, որովհետև այդ իմ դժվարությունն է ու չեմ կարծում, որ որևիցե մեկին կհետաքրքրի իմ բարդությունները, իմ դժվարությունները։ Բոլորս ունենք մեր խնդիրները, բոլորս ունենք ինչ-որ հարցեր, որ դժվար են կարողանում լուծել, հետևաբար ինչքան հնարավոր է փորձում ենք ժպիտ տարածել, որ մարդիկ էլ ժպտան եւ ավելի ուրախ ապրեն։ Այո, մանավանդ, որ երևի ձեզ շատ անգամ են ասել հրաշալի, շատ գեղեցիկ ժպիտ ունեք, վստահ եմ շատ առիթ եք ունեցել այս նախադասությունը լսելու։ Շնորհակալ եմ։ Երազանքի նման մի բան է երևի եղել հիմնել ձեր ընկերությունը։ Հիմա արդեն AA Safe Future ընկերության հիմնադիր ենք, որպես ձեզ ներկայացնում, 2021-ից է գործում։ Ինչպես այդ գաղափարին եկաք եւ երբ հասկացաք, որ այ ձեր մարդկանց օգնելու արդեն կարծես այն հաջորդ փուլն է, որ պետք է հիմնել այսպիսի հրաշալի ընկերություն։ Քանի որ տեսակով Լիլիթ ջան շատ նպատակասլաց անձ եմ ու սիրում եմ միշտ ավելին ձգտումը տարավ, որ ասում եմ հասցրեց այն կետին, որ հիմնեմ իմ բիզնեսը, որում կկարողանամ մարդկանց էլ ավելի շատ օգնություն ցույց տամ, նամանավանդ մեր հայերին, ովքեր որ գալիս են Ամերիկա, ունեն բազմաթիվ խնդիրներ, թեկուզ ապահովագրության հետ կապված, նաև ինչու՞ չէ վարկային պատմություն ստեղծելու հետ կապված, որովհետև ստեղ մի քիչ ամեն ինչը հիմնված է այդ հարթակի վրա, պետք է ունենաս վարկային պատմություն, որ կարողանաս տուն վերցնել, թեկուզ վարձով կամ պետք է ունենաս վարկային պատմություն, որ մեքենա վերցնես, թեկուզ ժամանակավոր, բայց դու պետք է այդ ամենը ունենաս, որ կարողանաս հետական ավելի ամրանալ Ամերիկայում, հա, տենց կարող եմ ասել ու երևի այդ օգնելու մարդկանց ճիշտ ուղու վրա դնելու ցանկություններ, որ հիմնեցի բիզնեսը ու ավելի շատ սկսեցի մարդկանց օգնել այդ հարցերով։ Բիզնեսը ինքը գործում է 21 թվից, բայց մինչ 21 թիվը այն ինչով որ կարողացել եմ լիքը հայերին, փորձել եմ ամեն ձևով օգտակար լինեմ։ Հետո որ բիզնեսը արդեն հիմնվեց, բացվեց ու արդեն գործում էր, ով մարդիկ որ լսում էին շրջապատում, ասում էին, մեկը դու քո ասածին հասար արդեն, ունես դու քո բիզնեսը, դու արդեն ավելի եմ որ կայուն ես քո ոտքերի վրա կանգնած, դու արդեն ավելի շատ կարող ես օգնել, եթե այն ժամանակ ինչ որ սահմանափակումներ կար, որտեղ աշխատում է ինչ որ կազմակերպության համար, հա, ինչ որ գրաֆիկ կար, որ այդ գրաֆիկից դուրս չես կարող գալ, իսկ այստեղ ես եմ իմ գրաֆիկը որոշում ու արդեն ավելի շատ հեշտ է լինում մարդկանց ավելի շատ հարցերում օգտակար լինելու։ Սիրելի հետևորդներ, դուք տեսնում եք բարբերաբար հեռախոսահամարը AA Safe Future ընկերության հիմնադիր Աննա Այվազյանի հետ եք զրուցում, ասեմ, որ այս ընկերությունը շատ տարբեր ուղղություններով հնարավորություն ունի իսկապես օգնելու բոլոր նրանց, ովքեր նահանգներում են, ովքեր ուզում են իրեն ունեն վնասված վարկային պատմություն, այստեղ առաջին անգամ, երբ դուք մեկնում եք այս երկիր կամ այդպիսի ծրագիր ունեք, պիտի հասկանաք, որ անպայման պետք է որոշակի, հա, վարկային պատմություն ունենաք, որպեսզի կարողանաք ըստ էության այստեղ ուղղակի ապրել, հա, Աննան շատ ճշգրիտ նշեց, մեքենա նույնիսկ վարձով վերցնել, տուն վերցնել, այս ամեն ինչը պետք է սկզբում, այսինքն առաջին պահից անհրաժեշտ է ձեր մասնագետի խորհրդատվությունը, մենք քիչ հետո մանրամասն ավելի պիտի խնդրենք Աննային պատմել ուղղությունների մասին եւ ինչից է պետք սկսել։ Բացի ամեն ինչից հրաշալի ու պրոֆեսիոնալ մարդ, ով իր տեսակով միշտ է այդպեսին եղել, սիրում է մարդկանց օգնել։ Աննա, տպավորություն է, որ ամենադժվար ոլորտն է, որովհետեւ ֆինանսական, հա, կյանքի ի վերջո ապահովագրության ու բացի դրանից, հա, այս խնդիրները երբ շատ են լինում, մարդը կարծես
չի կարողանում իսկապես երազանքներ ունենալ։ Իսկ դուք ձեր բնավորությամբ ձեր մասին հենց այդպես խոսում են, որ միշտ սիրում եք անհնարինը հնարավոր դարձնել։ Այս ոլորտում սա փաստորեն հնարավոր է։ Կարելի ասել հնարավոր է Լիլիթ ջան, եթե նպատակ ունես ու ցանկություն ունես բնականաբար դիմացինին օգտակար լինելու, հնարավոր է։ Ճկուն սֆերա է, ասենց կարող եմ ասել, որ ամեն ինչ կարող ես թույլ տալ քեզ դիմացինին օգնելու համար։ Առաջին քայլը, որ երբ գալիս են նահանգներ կամ այդպիսի ծրագիր ունեն այստեղից արդեն, ինչ պետք է իմանան ֆինանսական այս աշխարհում, որպեսզի կարողանան այդտեղ հաստատվել։ Ամենաերևի առաջին քայլերը կասեմ Լիլիթ ջան, նպատակային, որ եթե տեղափոխվում են արդեն Ամերիկա ապրելու համար, իրանց անհրաժեշտ է վարկային պատմություն ստեղծելը։ Զրոյից պետք է ստեղծեն։ Դա կախված կլինի թե մեքենա ձեռք բերելու համար, թե ինչ որ ստեղ կրեդիտ քարտեր ենք ասում, հա, քարտերի հետ կապված այդ ամեն ինչը պետքա ձեռք բերել ու այդ ամեն ինչը անելու համար կա հերթականություն, կա ճշտգրիտ այն որ հաշվարկներ, որով որ մարդիկ կարողանում են ավելի ամրապնդել իրենց վարկային պատմությունը եւ ավելի շատ ճիշտ պատմություն ստեղծեն։ Դրանից զատ նաև իրանց անհրաժեշտ է լինելու ապահովագրությունները, կլինի թե առողջական ապահովագրություն, թե մեքենայի ապահովագրություն, ինչու՞ չէ նաև կյանքի ապահովագրություն։ Հայերս բնականաբար մի քիչ փախնում ենք կյանքի ապահովագրությունից, բայց միևնույն ժամանակ, եթե մի քիչ ավելի խորացված ես նայում այդ հարցին, շատ ավելի կարևոր կարելի ասել պատմություն է, որ պետք է ունենա մարդը։ Բոլորիս անհրաժեշտ է դա։ Մենք դրանով չենք մեծացել, մեզ ոչ ոք երբևիցե չի ասել, հա, որ կյանքի ապահովագրությունը շատ կարևոր է, պետք է ունենանք, ու մենք չենք էլ ընդունում դա, բայց միևնույնն է շատ կարևոր է։ Այն մարդիկ, ովքեր մտածում են իրենց ընտանիքի երեխաների մասին, բնականաբար կարիքը շատ կա։ Մենք այս մասին առանձին կխոսենք, Աննա, որովհետև իրականում մի քիչ մենք սնահավատ նաև ինչ-որ բան ունենք, չէ՞, մեզ սա խանգարում է։ Աննա, դուք սիրում եք ամեն ինչի, նույնիսկ հոգեբանական, հա, այդ խնդիրների մասին բաց խոսել։ Այո։ Մասնագիտության մեջ տպավորությունը, որ ֆինանսներն ու հոգեբանությունը մի քիչ այդքան շատ նույնական չեն, նույն դաշտում դիտարկելը դժվար է, բայց փաստորեն այստեղ էլ մարդկանց այդ աշխատանքում առաջին հերթին հենց այդ հասկանալն է, այդ հոգեբանական կոնտակտը ունենալը, հա։ Շատ կարևոր է, Լիլիթ ջան, ցանկացած հաճախորդի հետ շփումը շատ ավելի տարբեր է ստացվում, ինչի որովհետև բոլորս ունենք տարբեր մտածելակերպ, ամեն մեկը ունի մի հատ այն, որ ասած խնդիր, չգիտեմ, նամանավանդ երբ որ նոր են գալիս Ամերիկա, խնդիրներն ու ինչ որ անհաղթահարելի իրավիճակները շատ է լինում, որը որ շատ կարևոր է ճիշտ ընկալես դիմացինի, դու կփորձես իր դրության մեջ մտնելով այդ հարցին լուծում տաս։ Երբեմն դժվար է լինում, որպես մասնագետ դու ինքդ էլ ապրում ես, վերապրում ես այն ամեն դժվարությունը, որ դիմացիդ նստած մարդ ունի, բայց փորձում եմ, որ ավելի մեղմ լինես, ավելի, չգիտեմ, ըմբռնող կամ ավելի երևի թե հոգեբանական այդ մասնագիտական իրավիճակը հաղթահարես։ Այո։ Փաստորեն բոլոր այ վարկային պատմություն ստեղծել, հա, հենց այդ վարկային պատմության հետ կապված, եթե ինչ-որ խնդիր կա վերականգնել, ապահովագրություն, կյանքի, մեքենայի, առողջապահական, նաև նոտարական ծառայություններ, փաստորեն AA Safe Future ընկերությունը կարող է այս ամեն ինչը ապահովել, նաև նոտարական ծառայություններ։ Սա էլ է առաջին պահից անհրաժեշտ լինում, Աննա։ Առաջին պահից չեմ ասի, որ անհրաժեշտ է լինում, ավելի շատ սկզբնական շրջանում պետք է լինում թարգմանությունները։ Բիզնեսում ունեմ մարդ, ով որ զբաղվում է այդ հարցով, եւ նոտարական, եւ թարգմանությունը, ունեմ աշխատակից, ով որ զբաղվում է, ով որ օգնում է այդ հարցերով։ Բնականաբար բոլոր փաստաթղթերը պետք է թարգմանվեն։ Immigration ներկայացնելու համար այդ բոլորը թարգմանվում է։ Որ երկրից որ գալիս են, այդ երկրին համապատասխան
թարգմանությունը արվում է ու ներկայացվում է պատշաճ կերպով։ Դուք բացի պրոֆեսիոնալ այդ կրթությունից, նաև անընդհատ տարեկան 2 անգամ մասնակցում եք կոնֆերանսների, վերապատրաստումների, այսինքն այս ասպարեզի հետ կապված բոլոր նորամուծություններին անընդհատ դուք տեղյակ եք, փոփոխություններին ծանոթ եք։ Շատ կարևոր է Լիլիթ ջան, մշտապես տեղեկացված լինես նորություններին եւ փոփոխություններին, որովհետեւ անընդհատ ինչ-որ բաներ փոխվում են, անընդհատ ինչ-որ նորություններ ա գալիս։ Չեմ ասի շատ օրենքների մեջ է փոփոխությունը լինում, բայց ինչ-որ նոր պրոդուկտներ ա գալիս, որ պետք է տեղեկացված լինենք, որ կարողանանք մարդկանց ճիշտ օգնել։ Ճիշտ նշեցիք, տարին 2 անգամ ապահովագրության հետ կապված կոնֆերանսներ ենք ունենում։ Ամբողջ Ամերիկայից հավաքվում ենք մի կետում, մի տեղ, բոլորս մեր այն որ տարբեր կարծիքներն ենք արտահայտում, լսում ենք նորությունները, սովորում ենք ինչ-որ նոր բաներ, տարին մեկ անգամ էլ արդեն վարկային պատմության հետ կապված կոնֆերանս է լինում։ Հիմա շուտով մի քանի ամսից նորից գնալ եմ կոնֆերանսին։ Այսինքն վարկային պատմության հետ կապված էլ է այս փոփոխությունները անընդհատ լինում։ Բնականաբար Լիլիթ ջան, այդ ոլորտում կասեմ ավելի շատ է փոփոխությունները լինում, ավելի շուշուտ ու ավելի նոր ու ավելի հետաքրքիր, քան ապահովագրության մեջ։ Իսկ մեկ հարց, որ երևի կհետաքրքրի արդեն Հայաստանում այն մարդկանց, գիտեք, որ հիմա շատ են, ովքեր այդպիսի ծրագիր ունեն կամ արդեն այդ փուլում են տեղափոխվելու նահանգներ, ինչ որ բաներ կա, որ պետք է այստեղից իմանալ, կամ վարկային պատմությունը Հայաստանի նշանակություն ունենում է թե ոչ, կամ կարող են արդյոք օնլայն կապվել ձեզ հետ ու որոշակի ինչ որ ինֆորմացիա նախապես իմանալ մինչև այդտեղ գալը։ Կարող են Լիլիթ ջան, այն մարդիկ, ովքեր ունեն արդեն հստակ ծրագիր ու այդ ունեն որոշակի ստատուսային իրավիճակ, որ պետք է տեղափոխվեն Ամերիկա, բնականաբար կարող են, այո։ Այսինքն մասնագիտական խորհրդատվությունը նաև օնլայն իհարկե կարելի է ստանալ, դուք հեռախոսահամարը տեսնում եք, սիրելի հետևորդներ։ Աննա, պիտի խնդրեմ ձեզ մի քիչ ապահովագրության հետ կապված, դուք շատ ճշգրիտ հենց սկզբից նշեցիք, որ կյանքի ապահովագրությանը մենք այսպես մի քիչ վերապահում ունենք կյանքի ապահովագրության հետ կապված, բայց նշեցիք, որ դա շատ լավ բան է եւ ի վերջո պետք է գալ դրան։ Մենք ընդհանրապես խուսափում ենք կյանքի ապահովագրությունից, դա շատ, չգիտեմ, տենդենս ասեմ, թե ուրիշ ինչ-որ բառ չեմ գտնում այս բան, որ ասեմ, բայց բոլորս փախնում ենք այդ մտքից, որ ինձ ոչինչ չի պատահելու, առաջիկա տարիներին ես չեմ պատրաստվում մահանալ կամ ինչ-որ այդ տեսակ անընդհատ խոսակցություն ա գնում, որ դա անում ես, հանկարծ կարող է մահանաս կամ ինչ-որ մի բան, բայց եթե խորապես նայենք այդ հարցին, կյանքի ապահովագրությունը անում ենք նրա համար, որ Աստված որ չարած որևիցե խնդիր լինի, դա կլինի առողջական, դա կլինի, չգիտեմ, վթարային իրավիճակ, ոչ ոքս ապահովագրված չենք ու չգիտենք վաղը ինչ կլինի մեզ հետ։ Հետևաբար, եթե ինչ-որ մի բան պատահի մեզ, մեր ընտանիքը կորցնում է այն ֆինանսական ուժը, որ մեզնից գալիս էր այդ ընտանիք։ Բոլորս մեկ տան մեջ ենք ապրում ու մեկս մեկի ֆինանսից որոշակի չափով կախվածություն ունենք։ Հետևաբար, եթե մեկինը չլինի, ինչ-որ բաներ թերանում է ու արդեն ավելի դժվարանում է կյանքը շարունակել նույն հունով, որ ապրում էինք դրանից առաջ։ Նրա համար կարծում եմ, որ շատ կարևոր է կյանքի ապահովագրությունը։ Պետք չի նայել, որ անում ենք կյանքի ապահովագրություն, որ ինչ-որ մահ լինի կամ, չգիտեմ, դժբախտ պատահար, որի արդյունքում մեր ընտանիքն ունենա ինչ-որ որոշակի գումար, չէ, որովհետև դրանից կարող ես օգտվել նաև կյանքի ընթացքում, եթե ունենաս որոշակի առողջական խնդիրներ։ Կարա լինի, չգիտեմ, ամենաչնչին առողջական խնդրի դեպքում էլ մարդիկ կարողանում են դրանից օգտվել ու դա իրանց շատ հարցերից ազատում, ասենց ասած։ Կարելի ասել, որ շատ հարցերում ֆինանսական, վարկային, ապահովագրական, այս ամեն ինչի մասին նրանք, ովքեր աշխատում են ձեզ հետ, սկսում են չմտածել, այդ ամեն ինչը թողնում են ձեր ուսերին։ Այդպես էլ կա Լիլիթ ջան, բնականաբար, երբ որ գալիս են արդեն մտերմանում ես ցանկացած հաճախորդի հետ, դառնում ես մի ընտանիք, որտեղ ամեն մեկի հետ ունես մի պատմություն, ամեն մեկի հետ ստեղծում ես քո
փոքրիկ անկյունը, որտեղ որ դու քեզ լավ ես զգում, որտեղ որ դու քեզ ավելի ապահով ես զգում, հետևաբար երբ որ գալիս են մի հարցով դառնում է, որ ամբողջական պատկեր ունեն արդեն, հա, կլինի մեքենայի ապահովագրություն, կլինի կյանքի, կլինի առողջական, կլինի վարկային պատմության, դառնում ես ընտանիք հետները ու արդեն իրանք ակամայից փորձում են ամեն հարցը քո միջոցով լուծեն։ Այո։ Երբեմն հաճախորդները զանգում են այնց հարցեր են տալիս, որ զարմանում ես, ասում ես, ախր ես այդ հարցով չեմ կարա ձեզ օգտակար լինել, դա դուք պետքա որոշեք, չէ, մտածում են, եթե դու մի հարցով իրանց օգտակար ես եղել, բնականաբար բոլորը կարող են քեզ վստահել ու կարող ես բոլոր հարցերում իրանց օգտակար լինել։ Այո, սա արդեն մի քիչ անձնական վստահության հարց է։ Ես գիտեմ, որ նաև բիզնես, հա, ընկերություններ կան, ում հետ արդեն ովքեր որ ձեզ վստահում են անձնապես, հա, մարդիկ եւ հետո արդեն ընկերությունները պայմանագրեր ունեն AA Safe Future-ի հետ։ Բիզնեսատերերի հետ ունենք հստակ պայմանավորվածություն, որ իրենց աշխատակիցների թե ապահովագրական հատվածն ենք ոնց որ ապահովում, թե նաև վարկային։ Ինձ թվում է, որ այսպիսի լարված, այսքան պատասխանատվություն, բայց լավատեսությունը հաղթում է։ Ես հասկանում եմ, որ լավատեսությամբ դուք հաղթում եք ամեն ինչի, բոլոր դժվարություններին նաև, Աննա։ Լավատեսությունը միշտ պետք է, բոլորիս է պետք։ Բայց ամեն դեպքում այդքան պատասխանատվությունը, այսքան շատ ճշգրիտ մասնագիտական նաև հմտություններ պահանջող մասնագիտությունը, որն է ձեր լիցքաթափվելու, լիցքավորվելու այդ եղանակը, ինչպես եք սիրում հանգստանալ։ Երևի հարցին մի փոքր տարբեր պատասխան եմ, որովհետև տարբեր ժամանակահատվածում տարբեր լիցքաթափվելու միջոցներ ունեմ։ Երբեմն ընկերական շրջանում, երբեմն ինչ-որ տանը իմ սենյակում գրքերի շուրջ, երբեմն ուղղակի բնության գրկում, հա, ասենց անտառային ինչ-որ տեղ լինի, ջուր լինի, չգիտեմ, տարբեր ժամանակահատվածում տարբեր լիցքաթափվելու միջոցներ ունեմ։ Նաև բնավորությամբ դուք չեք սիրում կրկնօրինակել, միշտ սիրել եք դուք ինքներդ հասկանալ ինչ է պետք անել եւ ինչպես ասում են նոր ճանապարհով քայլել, հա։ Նմանվել երբեք չեմ սիրել Լիլիթ։ Դեռ փոքրուց հիշում եմ ինձ թեկուզ անգամ եթե դասընկերներս հա ինչ-որ մի բան հագնեին, որ ես էլ դրանից տան ունենայի, միշտ այդ չէի հագնում, որտեղ մտածում եմ ես պետքա տարբեր լինեմ, ես պետքա հագնեմ մի բան, որ ոչ ոք չի հագնում, ես պետքա մազերս այնպես անեմ, որ ոչ ոք մազերը այդպես չի անում, ու այդպես մեծացել եմ արդեն, հիմա նույն ձև, անգամ բիզնեսում կան կանոններ, որ միշտ շրջանցում եմ դրանք, որտեղ սիրում եմ, որ տարբերվեմ, սիրում եմ, որ իմ գործը տարբեր լինի, որովհետեւ հարց այն ինչ որ նույնատեսակ է լինում, դա ինձ դուր չի գալիս։ Ես դրա մեջ ինձ կոմֆորտ չեմ զգում։ Շատ շնորհակալ եմ, Աննա։ Ես ուզում եմ ձեր թույլտվությամբ մենք այս օրերին միայն կանանց տոների այս մեկամսյակի շրջանակում մի փոքր այսպես բլից, հա, հարցերի նման այդպիսի հարցաշար ունենք։ Եթե դուք դեմ չեք, ես հասկացա, որ դուք շատ անկեղծ մարդ եք, սիրում եք բաց խոսել, ձեր թույլտվությամբ ուզում եմ այս հարցերի ձեր պատասխանները նույնպես ունենանք։ Սիրով Լիլիթ ջան։ FreeSoft ստերիլ աղաջրային լուծույթ նախատեսված է ամբողջ ընտանիքի համար սկսած նորածնային տարիքից։ FreeSoft կաթիլները լայնորեն կիրառվում են քթի եւ աչքերի ամենօրյա հիգիենիկ լվացումների համար։ Հավատում եք պատահականությունների։ Հավատում եմ, այո։ Լինում է դժվար օր, թե լինում է դժվար կյանք։ Դժվար օր։ Սիրում եք մարդկանց վստահել։ Սիրում եմ վստահել, բայց չեմ սիրում, երբ որ չարաշահում են վստահությունս։ Ձեզ որպես կանոն շատ վստահում են։ Վստահում են իրենց համար ամենակարևորը՝ կյանքի ապահովագրություն, իրենց ֆինանսական ամբողջ այս դաշտը։ Որն է պատասխանատվությունը։ Վերաբերվում եմ շատ ավելի լրջորեն, որովհետև գործ ունեմ տարբեր մարդկանց հետ ու գործ ունեմ երևի թե ավելի շատ խոցելի մասայի հետ, քանի որ արդեն ինձ մոտ են, դա նշանակում է, որ ունեն խոցելի հատված ու պետք է դա պատասխանատու կերպով անեն։ Ժամանակի ձեր բնորոշումը։ Երևի թե
թանկ ինչ-որ մի բան, որ երբևէ չես ուզում կորցնել։ Մեր ժամանակների պահանջը կնոջից։ Ուժեղ լինել։ Կին լինել նստես աշխատանք է թե արվեստ։ 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 Դուք հրաշալի տիրապետում եք այս արվեստին, Աննա։ Շնորհակալ։ Եվ եւս մեկ հարց, A safe future։ Կարգախոս, որով կբնորոշեք այս հրաշալի ու մեր ժամանակի համար մարդկանց շատ օգնող ընկերությանը։ Կարգախոս վստահեք ձեր ապագան մեզ։ Ձեզ հետ զրուցելիս այդ փոխվստահության մթնոլորտը կարծես ստեղծվում է։ Ես շնորհակալ եմ շատ։ Ես ուզում եմ, որպեսզի շատ լինեն մարդիկ, ովքեր ձեր օգնությամբ կկարողանան իրականում աշխարհում իրենց համար ու ոչ միայն շատ բան փոխել։ Շնորհակալ եմ Լիլիթ ջան ձեզ, ձեր հաղորդման մի փոքրիկ մասնիկը ինձ դարձնելու համար։ Շնորհակալ եմ, ինձ իրականում շատ հաճելի էր, Աննա։ Նմանապես։ Սիրելի հետևորդներ, մենք հետաքրքիր, իրականում, գիտեք, երբ ծրագրի սկզբում նշում ես, դու մի տպավորություն ունենում ես, բայց կարճ նույնիսկ օվկիանոսից են կողմ ես զրույցի ընթացքում հասկանում ես, որ անսահման ուժ կա կանանց մեջ եւ իրականում մենք ամեն օր հնարավորություն ունենք բացահայտելու կանանց, ովքեր փոխում են աշխարհը։ Մենք այս արտահայտությունը լսել ենք ու տպավորություն է, որ տիեզերք պետք է գնալ ինչ-որ մեծ մի ասպարեզում հաղթանակներ գրանցել, որպեսզի կնոջ մասին ասվի, որ կինը, որը փոխում է աշխարհը, բայց մարդիկ յուրաքանչյուրը կարողանալ իրենց մեջ գտնել եւ պրոֆեսիոնալ եւ անձնական հարթության վրա այդ ուժը մարդկանց օգնել, կարողանալ իրականում դժվարությունները հաղթահարել եւ այդ դժվարությունների մասին շատ քիչ խոսել, հենց այսպիսի կանայք են, որոնք փոխում են աշխարհը եւ որոնք հնարավորություն ունեն նաեւ օգնելու ձեզ։ Հենց այսպիսի հետաքրքիր ու տարբերվող կնոջ հետ էինք այսօր զրուցում A Safe Future ընկերության հիմնադիր տնօրեն ֆինանսական խորհրդատու Աննա Այվազյանի հետ էինք զրուցում։ Ես կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր առիթ ունեցել են, իրենց խնդիրները վստահել այսպիսի պրոֆեսիոնալին, ունեն արդեն հստակ ձևավորված իրենց կարծիքը։ Ամենադժվար ասպարեզը ֆինանսական ոլորտը իրենք վստահում են պրոֆեսիոնալ մարդու, ով ունի պատասխանատվության ու պարտաճանաչության իսկապես շատ բարձր չափաբաժին։ Մյուս կողմից այս առողջը համար ես կարծում եմ, որ շատ անհրաժեշտ պիտի լինի նաև Հայաստանում բոլոր այն ընտանիքներին, ովքեր այդպիսի ծրագիր ունեն կամ արդեն այդ փուլում են նահանգներում հաստատվելու։ Ինչու, որովհետև մենք հաճախ հիմա աշխարհը շարժվում է եւ չես կարող այս օրենքները փոխել, բայց երբ դուք գնում եք այնտեղ եւ առաջին պահին հիմնական դժվարությունները հանդիպում են հենց այս ուղղությամբ, դու պիտի հասկանաս, որ ի վերջո տեղեկատվություն ունենալը ամենամեծ ու կարևոր բանն է մեր ժամանակներում։ Դու ունես մի հեռախոսահամար, ում կարող ես զանգահարել ու վստահ լինել, որ իրականում, եթե խնդիրները վստահում ես պրոֆեսիոնալների, դրանք լուծելի են։ Իսկ եթե այս պրոֆեսիոնալները նաև իրենց տեսակով մոտիվացնող են, նշանակում է աշխարհում շատ քիչ բան է անհնար։ Այս պահին ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ իրականում շատ թանկ բան է ժամանակը, պետք է այն գնահատել։ Մյուս կողմից շատ կարևոր մի բան կա, պետք է միշտ շրջապատված լինել մարդկանցով, ովքեր քեզ կասեն, որ աշխարհում անհնարին ոչինչ չկա։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։ FreeSoft ստերիլ աղաջրային լուծույթ նախատեսված է ամբողջ ընտանիքի համար սկսած նորածնային տարիքից։ FreeSoft կաթիլները լայնորեն կիրառվում են քթի եւ աչքերի ամենօրյա հիգիենիկ լվացումների համար։ Novothein Ultra աչքի խոնավեցնող եւ հանգստացնող կաթիլներ, չի պարունակում վնասակար կոնսերվանտներ, առկա է բոլոր դեղատներում։